Երկու օրի արդեն ակցիաներ եք իրականացնում, ըստ ձեզ տեղ կհասնի այս խոսքը եվրոպացիներին։ Ճիշտն ասած, մենք անում ենք այն, ինչ պարտավոր ենք անենք, անկախ նրանից տեղ կհասնի թե չէ, դե բնականաբար չեմ կարծում, որ տեղ կհասնի։ Նիկոլ Փաշինյանը խլացրել է ամբողջությամբ երկիրը ու ներկայացնում է այն կողմից, որ իրեն հարմար, այսինքն ժողովրդավարություն, անկախ պետություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը ու կախվածություն ունի արևմուտքից։ Բնականաբար Նիկոլ Փաշինյանի օրոք ժողովրդավարություն չկա, չի էլ լինելու, Հայաստանի Հանրապետությունը չի մնա, որովհետև Նիկոլ Փաշինյանը հենց հիմա աճուրդի անի Հայաստանի Հանրապետությունը միայն նրա համար, որ վերընտրվի ու հետագայում հանձնումների շնորհիվ Ադրբեջանին եւ Թուրքիային վաճառի Հայաստանի Հանրապետության տարածքները, այնպես որ ակնկալիքները մեկն է, որպեսզի հայ ժողովուրդը համախմբվի, հեռացնի Նիկոլ Փաշինյանին, չհավատա այս միֆերին, որ վայ տեսեք Մակրոնն եկավ, հեսա խաղաղություն ա բերելու, առավել եւս Նիկոլ Փաշինյանի սրտիկներին։ Մեզ պետք է համախմբվել, ունենալ հայկական իշխանություններ, իսկ Նիկոլ Փաշինյանը արդեն ապացուցել է ու պնդում է, որ թուրքական իշխանություն է։ Մեզ պետք է ուղղակի հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որ մնա Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ, քանի որ զուգահեռ հարցազրույց է Հայկ Մամիջանյանն է ելույթ